Միացյալ Նահանգների և Եգիպտոսի նախագահների հրավերով Փաշինյանը Շարմ էլ-Շեյխում կմասնակցի Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին։ Գազայում պատերազմն ավարտվել է, այժմ Իսրայելի և ամբողջ տարածաշրջանի համար ոսկե դար կսկսվի Թրամփ։ Համասն ազատ է արձակել Գազայի հատվածում գտնվող իսրայելցի պատանդներին։ Մահմուդ Աբասը կմասնակցի Գազայի հարցով խաղաղության գագաթնաժողովին։ Եվրամիության արտգործնախարարները ցանկանում են վերանայել Իսրայելի հետ ասոցիացիան համաձայնագրի կասեցումը, հարցը կքննարկվի Բրյուսելում։ Միացյալ Նահանգները կարող է հեռահար հրթիռներ ուղարկել Ուկրաինա, եթե Ռուսաստանը չդադարեցնի պատերազմը, Թրամփ։ Պակիստանի և Աֆղանստանի միջև սահմանային բախումների հետևանքով տասնյակ զինվորականներ են զոհվել։ Լը Կորնյուն նշանակվել է Ֆրանսիայի վարչապետի պաշտոնում, նոր կառավարության կազմը հայտնի է։